Ողջույն։ Այս ընդամենը 4 րոպեն կարող է ամբողջությամբ փոխել այն, թե ինչպես եք դուք նայում կյանքին։ Պատրաստ եք։ Լսեք, ամեն ինչ շատ պարզ է։ Եթե հենց հիմա փակեք սա, դե ոչինչ էլ չի փոխվի։ Ձեր օրը կշարունակվի այնպես, ինչպես միշտ։ Բայց կա նաև մյուս տարբերակը։ Իսկ ինչ եթե մնաք մինչև վերջ։ Սա կարող է լինել հենց այն պահը, հենց այն կետը, որտեղ դուք վերջապես կսկսեք ապրել ձեր սեփական կյանքը, ոչ թե այն, ինչ ուրիշներն են ձեզ համար որոշել։ Այնպես որ տեսնում եք, ամեն ինչ կախված է հենց ձեզնից։ Որոշումը ձերն է, հենց այս պահին։ Լավ։ Եկեք խոսենք մի բանից, որը շատերիս համար ծանոթ է։ Մի թակարդի մասին, որի մեջ մենք բոլորս հեշտությամբ ընկնում ենք։ Դա, այսպես ասած, նորմալ կյանքի թակարդն է։ Գիտեք, փոքրուց մեզ անընդհատ սովորեցրել են մի բան լինել նորմալ։ Սա մի բան է, որը հասարակությունը դրել է մեր մեջ։ Ասել են նորմալ սովորի։ Գնա դպրոց, հետո համալսարան, ստացիր մի կտոր թուղթ։ Հետո էլ նորմալ աշխատի, գտիր մի կայուն տեղ, 9-ից 6-ը ու վերջ։ Եվ անգամ մեր երազանքները, դրանք էլ պետք է նորմալ լինեն։ Չէ՞ որ մեծ բաների մասին երազելը վտանգավոր է։ Լավ, բայց այս ամբողջ նորմալության մեջ գիտեք որն է ամենասարսափելին, որովհետև կա մի բան, մի ճշմարտություն, որից մենք փախչում ենք։ Ահա եւ այն։ Նորմալ կյանքը իրականում շատերի համար ուղղակի նշանակում է ապրել առանց իսկապես ապրելու։ Պարզապես գոյություն ունենալ, ոչ թե կենդանի լինել։ Հիմա եկեք անցնենք մյուս մեծ խնդրին։ Մենք անընդհատ ինչ-որ բանի ենք սպասում, ինչ-որ պահի, որը եկեք անկեղծ լինենք, երբեք եմ չի գալու։ Ծանոթ է, չէ՞։ Սպասիր, երբ մեծանաս, սպասիր, երբ պատրաստ լինես, կամ ամենաանհեթեթը սպասիր, երբ ուրիշները համաձայն լինեն։ Իսկ ճշմարտությունը բոլորովին այլ է։ Ոչ մի ճիշտ պահ գոյություն չունի, որը հենց այնպես գալու է։ Դա ուղղակի միֆ է։ Ճիշտ պահը ստեղծում են։ Ստեղծում են նրանք, ովքեր հրաժարվում են սպասել։ Դե ինչ, հիմա եկեք խորանանք, եկեք խոսենք ձեր իրական վախի մասին, այն ամենախորը ամենաթաքնված վախի, որը գուցե դուք ինքներդ էլ չեք ընդունում։ Դուք ձեր խորքում շատ լավ գիտեք, որ ունակ եք ավելին, գիտեք, չէ՞։ Զգում եք, որ ձեր մեջ շատ ավելի մեծ ուժ կա։ Բայց չնայած դրան, ամեն Աստծո օր դուք ընտրում եք ավելի հեշտ ճանապարհը։ Ու մտածում եք, դա այն պատճառով է, որ վախենում եք ձախողվելուց, բայց արդյոք դա է իրական պատճառը։ Հիմա ուշադիր լսեք։ Դուք չեք վախենում ձախողվելուց։ Ոչ։ Ձեր վախը շատ ավելի խորն է։ Դուք վախենում եք նրանից, թե ինչ կլինի, եթե չձախողվեք։ Հա, ճիշտ լսեցիք։ Եթե ձեզ մոտ ամեն ինչ ստացվի։ Մի պահ մտածեք, իսկ ինչ, եթե ստացվի։ Ինչ, եթե դուք ստիպված լինեք պատասխան տալ ձեր իսկական ներուժի համար, ապրել այն կյանքով, որին արժանի եք։ Ահա թե որն է իրական վախը, ոչ թե ձախողումը, այլ հաջողության բելած պատասխանատվությունը։ Լավ, ուրեմն ինչ ենք անում։ Ամեն ինչ հանգում է մի բանի, մեկ որոշման, ու այն պետք է կայացվի հենց հիմա, այսօր։ Տեսեք, ձեր կյանքը չի փոխվելու մեկ օրում։ Դա հեքիաթ է, բայց դրա ուղղությունը կարող է փոխվել միանգամից, ընդամենը մեկ որոշումով։ Եվ այդ պահը հիմա է, ոչ վաղը, ոչ հաջորդ ամիս։ Այսօր, հենց հիմա։ Եթե այս խոսքերը ձեզ գոնե մի փոքր շարժեցին, եթե ձեր մեջ ինչ-որ բան արթնացավ, ուրեմն դա պատահական չէ։ Դա նշանակում է, որ ժամանակն է։ Եվ վերջում ես ձեզ թողնում եմ մի հարցի հետ, որի մասին պետք է մտածեք։ Ինչպես դադարել լինել սովորական, երբ ամբողջ աշխարհը հենց դա է պահանջում քեզնից։ Պատասխանը ձերն է։